Ըստ խնդրի, այն ժամանակահատվածում, երբ վարպետը պատրաստում է 10 դետալ, աշակերտը պատրաստում է 8։ Պահանջվում է գտնել, թե որքան ժամանակ կխլի վարպետից այն աշխատանքը, որը նա կատարում է իր աշակերտի հետ միասին 5 օրում։ Շատ լավ, ինչ է ստացվում արդյունքում։ Եկեք նախ առաջին նախադասությունից հնարավորինս շատ օգուտ քաղենք։ Ինչ է մեզ ասում է, որ վարպետը պատրաստում է 10 դետալ այն ժամանակահատվածում, երբ իր աշակերտը պատրաստում է 8 դետալ, այսինքն մենք այստեղ ունենք նույն ժամանակահատվածում պատրաստած դետալների քանակ, ուստի կարող ենք դրանից հետևացնել, թե նույն ժամանակահատվածում վարպետը քանի անգամ շատ դետալ է պատրաստում իր աշակերտից։ Եկեք դա եզրակացնենք այստեղ ու թող լինի դա մեր քայլ 1-ը։ Նույն ժամանակահատվածում, այսինքն եկեք գրենք այստեղ տե ժամում, էական չէ թե ինչ կլինի այստեն, սա ուղղակի ինչ-որ նշանակում էր տվյալ պահին, տե ժամում վարպետը 10 դետալ, իսկ աշակերտը ահա այսպես 8 դետալ։ Այստեղից հետևում է, որ վարպետը աշակերտից 18-րդ անգամ արագ է պատրաստում։ Կարող ենք այսպես պատկերել, որովհետև նույն ժամանակահատվածում վարպետը 10 դետալ է պատրաստում, աշակերտը 8 դետալ, դրա համար 18-րդ անգամ արագ է պատրաստում։ Ուստի, եթե օրինակ աշակերտը պատրաստեր մեզ մոտ 5 դետալ, այստեղից մեզ մոտ կստացվեր, որ վարպետը պատրաստել է 18-րդ անգամ 5 դետալ, ինչը հավասար է 58-րդ, այսինքն նա չի ավարտել ինչ-որ դետալ պատրաստելը, ինչը նորմալ է լրիվ։ Նա կարող էր չավարտել, չհասցներ ավարտել, սակայն նկատենք, որ ահա այս 58-րդը եթե կրճատում ենք, ստացվում է 25 քառորդ, ինչը իրենից ներկայացնում է 6.1 քառորդ, այսինքն ակնհայտ է, որ այս 5 դետալից ավել է պատրաստում, մենք ոչ մի սխալ բան չենք ստացել, վարպետը ավելի շատ է պատրաստում, քան աշակերտը։ Հետևյալ նույնությունը ստացանք, հետևյալ կապը գտանք վարպետի և աշակերտի պատրաստած դետալների միջև, ինչից հետևում է, որ մենք արդեն կարող ենք դա օգտագործել մի ամբողջ օրվա վերաբերյալ, այսինքն եթե մենք աշակերտի պատրաստած դետալների քանակը ինչ-որ x-ով նշանակենք, այդտեղից կարող ենք գտնել վարպետի պատրաստած դետալների քանակը 1 օրվա ընթացքում։ Եթե աշակերտը 1 օրում պատրաստի x դետալ, այստեղից հետևում է, որ վարպետը պատրաստել է 18-րդ, եկեք կրճատենք իրականում 18-րդը, եթե կրճատում ենք 2-ով, մեզ մոտ ստացվում է 5 քառորդ։ Ահա, 5 քառորդ x դետալ։ Շատ լավ, ստացվեց, եթե աշակերտը պատրաստում է x դետալ 1 օրում, վարպետը պատրաստում է 5x քառորդ դետալ։ Ուստի միասին կարող ենք արդեն եզրակացնել, թե քանի դետալ կպատրաստեն։ Ուստի միասին 1 օրում x գումարած 5 քառորդ x, ինչը իրանից ներկայացնում է 9 քառորդ x դետալ։ Շատ լավ, 1 օրում նրանք միասին պատրաստում են 9 քառորդ x դետալ։ Հիմա պահանջվում է գտնել, նախ գտնենք, թե այդ 5 օրում միասին աշխատելու դեպքում քանի դետալ նրանք կպատրաստեն, այսինքն մեզ նախ պետք է գտնել 5 օրում քանի դետալ են նրանք միասին պատրաստում, որ այնուհետև կարողանանք բաժանել նրա վրա, թե քանի դետալ է 1 օրում պատրաստում վարպետը։ Իսկ 5 օրում ուղղակի 5 անգամ 9 քառորդ x հավասար 45 քառորդ x դետալ։ Շատ լավ, գտանք 5 օրում վարպետն ու աշակերտը միասին քանի դետալ կարող են պատրաստել, ուստի կարող են գտնել, թե քանի օրում մեզ մոտ
վարպետը կպատրաստի հետևյալ դետալների քանակը։ Տեսեք, սա մեզ մոտ ցույց է տալիս ընդհանուր դետալների քանակ, իսկ սա ցույց է տալիս, թե վարպետը մեկ օրում քանի դետալ կարող է պատրաստել։ Ակնհայտ է, որ եթե մենք դետալների քանակը բաժանենք մեկ օրում վարպետի պատրաստված դետալների քանակի վրա, կգտնենք, թե քանի օր է անհրաժեշտ վարպետին բոլոր դետալները պատրաստելու համար։ Հետևաբար, վարպետին անհրաժեշտ է այս դետալների քանակը, կներեք այստեղ x ունենք, 45x քառորդը բաժանած 5 քառորդ x-ի, ինչը իր հերթին ներկայացնում է, եկեք այստեղ ներքևում գրենք, 45x քառորդ անգամ 4-ը բաժանած 5x-ի, կրճատումները կատարում ենք ու արդյունքում ստացվում է 9 օր։ Վարպետից կպահանջվի 9 օր այդ բոլոր դետալները պատրաստելու համար։ Շատ լավ, եկեք ամփոփենք խնդրի լուծումը, հասկանանք ինչ արեցինք, դե այս ժամը ինձ թվում է ակնհայտ է, որ պետք չէր, ուղղակի այն ժամանակահատված ասվածը ինչ որ ձև պետք էր նշել, դա ինչ որ ժամանակ է, ժամանակահատվածը։ Էական չէ թե ինչ է, սակայն գիտենք, որ վարպետը 10 դետալ է այդ նույն ժամանակահատվածում պատրաստում, իսկ աշակերտը 8 դետալ։ Սա ուղղակի մեզ մոտ կապ էր տալիս աշակերտի եւ վարպետի պատրաստվող դետալների քանակների մեջ, ինչը նշանակում է, որ կարող ենք ասել, որ վարպետը աշակերտից 18-րդ անգամ արագ է դետալ պատրաստում։ Այսինքն նույն ժամանակահատվածում, եթե աշակերտը x դետալ պատրաստի, վարպետը կպատրաստի 18-րդ x դետալ կամ 5 քառորդ x դետալ։ Հիմա եթե աշակերտը մեկ օրում x դետալ է պատրաստում, վարպետը պատրաստում է 5 քառորդ x դետալ, ինչպես նշվել է։ Ուստի մեկ օրում նրանք միասին կպատրաստեն 9 քառորդ x դետալ, որտեղից արդեն կարող են գտնել, թե 5 օրում ընդհանուր քանի դետալ կարող են նրանք պատրաստել։ Բայց մեզ ասում էր, որ այդ 5 օրում նրանց միասին պատրաստած դետալների քանակը քանի օրում կարող է պատրաստել վարպետը մենակ աշխատելով։ Ուստի մեզ պետք էր այս դետալների քանակը, ընդհանուր ինչքան նրանք պատրաստել են, բաժանել, թե մեկ օրում վարպետը քանի դետալ կարող է պատրաստել։ Այսինքն ընդհանուր քանակը նրա արագության վրա ենք մենք բաժանում, ինչի արդյունքում էլ ստանում ենք 9 օրում, որովհետև այստեղ մեր նշանակումները x-ի տեսքով կրճատվում են իրար հետ։ Հետևաբար վարպետը 9 օրում կարող է պատրաստել այդ դետալները, կարող է կատարել այդ աշխատանքը։ Այսքանով այս խնդրի լուծումը կարող ենք ամբողջությամբ ավարտել։